Բաղդորոշ իրավիճակներում և ճակատագրական մարտահրավերների դեմ հանդիման, անհատների վճռականությունը և ազգի միասնականությունն են բոլոր ժամանակներում կանխորոշում ժողովուրդների և պետությունների ապագան։ Հենց ինքնության համար պայքարում է, որ ժողովուրդը վաստակում է գոյության իրավունքը։ Արշակունյաց տերության անկումից հետո բաժանված և ջլատված հայքը կանգնած էր հենց այս մարտահրավերի առաջ։ 387-ին մեծ հայքը բաժանվեց երկու հզոր տերությունների միջև։ Արևմտյան Արցվի և Արևելյան գերտերության միջև կնքված պայմանագրով Հռոմին էին անցնում բարձր հայքը, ծոփքը և աղձնիքը, իսկ Սասանյան Պարսկաստանի բաժին հասան հայքի առավել մեծ հատվածը, մնացյալ 12 նահանգները։ Երբեմնի հզոր պետության առավել խոշոր հատվածում թագավորական իշխանությունը պահպանվեց ևս 41 տարի։ Չնայած սրան, ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում մեծ հայքի երկու մասերն էր պահում էին ինքնիշխանության բարձր մակարդակ։ Եղիշեն այս մասին գրում է. Պարսից Սասանի ցեղը, սկսելով Տիրանի որդի Արշակ թագավորի օրերից կռվում էր մինչև Վրամշապուհի որդի Հայոց Արտաշես արքայի 6-րդ տարին, եւ երբ սրան էլ զրկեց թագավորությունից, իշխանությունն անցավ հայոց նախարարներին, որովհետև թեպետև հարկը Պարսից արքունիքն էր գնում, սակայն հայոց հեծելազորն ամբողջապես նախարարներն էին առաջնորդում պատերազմի ժամանակ։ Սասանյանները գալով Պարսկաստանում իշխանության, ամեն կերպ ցանկանում էին վերացնել հայոց թագավորությունը, ինչին եւ հասան ըստ էության իրենց նպատակին, սակայն պետությունը վերացնելով, թագավորությունը վերացնելով, որևէ կերպ չէին կարողանում իրենց ենթարկեցնել ազգաբնակչությանը նախարարական տներին։ Եվ ահա Հասկեր թագավորը հասկացավ, որ խնդիրը կրոնի մեջ է, որովհետև քրիստոնեությունը արմատավորվել էր հայոց մեջ, ստեղծվել էր ուրույն մշակույթ, հզոր, որը կարելի ասել գերազանցում էր այդ ժամանակվա պաստական մշակույթին նույնիսկ։ Եվ Հասկեր թագավորը որոշեց, որ պետք է հենց հարվածել քրիստոնեությանը։ 440-ականներին իրավիճակը մարզպանական Հայաստանում կտրուկ սրվեց։ Հայկական այրուձին օգտագործում էր միջին արևելքում Պարսկաստանի մղած պատերազմներում, բարձրացնում էին հարկերը, այդ թվում եկեղեցու։ Բացի սպարապետությունից, մյուս կառավարչական գերատեսչություններն անցան պարսկական դրածոների ձեռքը։ Դրությունը դարձավ օրհասական, երբ Հասկերտ II նախարարներին կանչեց Տիզբոն եւ հարկադրեց հրաժարվել քրիստոնեությունից։ Վարդանն ու ազինակիցները ստիպված էին դիմել խորամանկության, ենթարկվելով պարտադրանքին։ Երբ այս լսեց թագավորը չափազանց ցնծաց եւ ուրախացավ, կարծելով թե աստվածներն իրեն օգնության են հասել, եւ ահա երկրպագություն են մատուցում Արեգակին, պատվելով նրան զոհերով եւ մոգության բոլոր օրենքներով։ Եվ ճշմարիտ հայտնությունից զրկված նա ամենևին չհասկացավ այն պատրանքն ու խաբեությունը, որով սխալացրին նրան։ Առաջի անգամ է, որ մենք գործ ունենք կրոնական պատերազմի հետ։ Այսինքն մինչ այդ եղել էին բազմաթիվ բախումներ, որոնք եղել են կոնկրետ զինվորական առճակատումներ, ինչ քաղաքական նպատակների համար։ Սակայն այստեղ հստակ դրված էր հարցը, կամ հավատափոխ են լինում եւ ընդգրկվում է ամբողջ այդ նախարարական կազմը Պարսից արքունիքում, որպես իրենց, այսպես ասած, ընդունելի ձևով հայ իշխաններ, կամ էլ ըստ էության պետք է հաղթեին եւ ցույց տային, որ մենք անդրդվելի ենք։ Այդ պատերազմը հասկանալու համար պետք է նայել նրան սկզբից մինչև վերջ, ավարարի ճակատամարտը հասկանալու համար։ Պետք է իմանալ ինչպես սկսվեց պատերազմը, ինչպես այն ավարտվեց, ինչ ընթացք ունեցավ բոլոր ճակատամարտերը, եւ այդ իսկ առումով ճիշտ կլինի նախքան ավարայրի ճակատամարտի քննությանը անցնելը դիտել, թե ինչպես են ընթացել դրան նախորդող կռիվները։ Նախարարների ուրացման լուրն առնելուն պես Հայաստանում սկսվեցին ժողովրդական հուզումները։ Եկեղեցին Հայաստան աշխարհի բոլոր անկյուններն ուղարկեց բարձրաստիճան հոգևորականների, որոնք կոչ էին անում պատրաստվել մարտի, ոգեշնչում ժողովրդին ջոկատներ կազմավորել։ Հարազատ եղբոր ձեռքը թող բարձրանա այն մերձավորի դեմ, որ դուրս է եկել Աստծո պատվիրանի ուխտից։ Հայրը չխնայի որդուն եւ որդին չակնածի հոր պատվից։ Կինը կռվի իր ամուսնու դեմ եւ ծառան դիմադրի իր տիրոջը։ Աստվածային օրենքը թագավորի ամեն բանում եւ նույն օրենքից հանցավորներն ստացան դատապարտությունն ու պատիժը։ Հոգևորականությունը կարողանում էր ժողովրդին միավորել եկեղեցու շուրջ եւ ժողովուրդը անկեղծ հավատով շատ անգամ կոնկրետ ավարարի նախընթաց դեպքերին պայքարում էր իր հավատքի համար։ Հենց հոգևորականների գլխավորությամբ հասցրվեց առաջին հարվածը պարսկական զորքերին։ Երբ մոգերը զորքի աջակցությամբ փորձեցին ներխուժել եկեղեցի, Ղևոնդ երեցի գլխավորությամբ հայկական աշխարհազորը ջարդեց նրանց, ստիպելով խուճապահար փախուստի դիմել։ Բնականաբար առաջինը հիշատակելի է Ղևոնդ երեցը,
ով ժողովրդին ոտքի հանեց, որպեսզի կործանեն պարսկական գրականները, որոնք կառուցել էին մոգերը։ Զրկված լինելով պետական հիմնական հենասյունից, թագավորական իշխանությունից Հայքը կանգուն էր շնորհիվ մյուսությունների, նախարարական տների, զինվորականության, հոգևորականության։ Հենց այս համակարգի արկայությունն ու կենսունակությունը հնարավորություն տվեցին Վարդանին անգամ Պարսից արքունիքից գաղտնի եւ կանխամտածված կերպով սկսել ուժերի մոբիլիզացիան հայրենիքում։ Վարդանի եւ մի շարք նախարարների ղեկավարման ներքո հայկական Էծելազորը միջին Ասիայից վերադարձավ հայրենիք արդեն 449 թվականի նոյեմբերին։ Իսկ հայոց զորագունդը բոլոր օգնականներով ու բազմաթիվ մոգերով 4-րդ ամսին եկան հասան հայոց աշխարհը, մի մեծ գյուղաքաղաք, որի անունն էր Անգղ։ Այդտեղ բանակ դրին, հավաքվեցին, տեղավորվեցին եւ ամեն կողմերից անթիվ բազմություն ժողովվեց այնտեղ։ Եվ հայկական եւ պարսկական զորախմբերի թվակազմը 10,000-անոց հեծյալ էր։ Վարդանին անակնկալ հարվածի հաջողության համար հարկավոր էր հասնել թվային գերակայության։ Այդ հարձակման հաջողությունից էր կախված հաղթանակը ամբողջ հետագա պատերազմում։ Երբ այսպես հաստատվեց ու կարգավորվեց, բոլորն էլ զինված դուրս եկան սաղավարտները գլխներին, սրերը մեջքներին եւ վահանները ձեռներին։ Ոչ միայն քաջ տղամարդիկ, այլև արիասիրտ կանայք։ Ավարտելով զորահավաքը եւ իր ճամբարում ձևավորելով հարվածային բռունցքը սպարապետը հրավիրեց գաղտնի գիշերային ժողով, որին ներկային աշխարհիկ եւ հոգեվոր առաջնորդները։ Այստեղ էլ հենց կայացավ ապստամբելու եւ Հայաստանը պարսկական ուժերից մաքրելու որոշումը։ Առաջին հարվածը հասցվելու էր Հայաստան ուղարկված օժանդակ զորքին։ Հետաքրքիր է, որ այդ ամեն ինչը կատարվում է խիստ գաղտնիության պայմաններում եւ հասցնում են մոբիլիզացնել եւ կենտրոնացնել տարբեր վայրերից հայկական զինված ուժերը, ստեղծել քանակական ավելի շուտ գերազանցություն պարսկական այդ մեկ կորպուսի նկատմամբ եւ մեկ հարվածով մի գիշերային հարձակումով ոչնչացնում են այդ կորպուսը։ 5-ից 6-րդ դարի ռազմական ավանդույթներով գիշերային եւ նախալուսաբացային հարձակումները հակառակորդի ճամբարի վրա համարվում էին բարդ եւ բազմափոլ գործողություն։ Ըստ այդ ժամանակաշրջանի հեղինակների, նման գործողության ծրագրավորումը համարժեք էր գլխավոր ճակատամարտի պլանավորմանը, չէ՞ որ չնչին բաց թողումն անգամ կարող էր զրկել յուրային ուժերին անսպասելիության էֆեկտից եւ հակառակորդը լրիվ մարտակարգով կդիմավորեր եւ հետ կմղեր հեծելազորային հարձակումը, խլելով պատերազմական նախաձեռնությունն ու դժվարացնելով ուժերի վերակազմավորումը։ Այս տեսանկյունից եւս Մամիկոնյանց իշխանի հարվածը դասագրքային էր եւ համահունչ ռազմական գործի բոլոր կանոններին։ Եվ երբ զորքն արդեն հակառակորդից մոտ տարածության վրա է, անհրաժեշտ է հանգիստ տալ նրան, պահելով թաքստոցում, իսկ հետո արդեն շարել մարտակարգը եւ հարձակվել 2 կամ 3 կողմից, բայց ոչ երբեք 4 կողմից։ Եղիշեն նկարագրում է, որ գիշերով հայկական զորքերը դուրս են գալիս 3 տարբեր ուղղություններով մոտենում են այդ ճամբարին, հյուսիսից, արևելքից եւ արևմուտքից հարավային կողմը բաց թողնելով, չփակելով։ Սա արվել է այն նպատակով, որպեսզի պարսիկները կատաղի դիմադրություն ցույց չտան եւ նահանջեն։ Պատական չէ, որ պարսից զորքերի նահանջի ճանապարհը բացել հենց հարավային ուղղության վրա։ Այս դեպքում նույնպես գործել է ռազմական արվեստի կանոնը։ Ուղղությունը, որով հակառակորդի զորքը ներխուժել է ձեր երկիր եւ որը տանում է հակառակորդ պետություն, պետք է բաց թողնել, որպեսզի թշնամին ունենա նահանջի ճանապարհ, այլ ոչ թե զրկելով ելքի հնարավորությունից մղել նրան կենաց ու մահու կռվի։ Ուրեմն հենց ճշգրիտ այդ տրակտատների սկզբունքներով էլ իրականացվում է այս ճամբարի շրջափակումը եւ ոչնչացումը այդ կայազոր, ինչպես են մի մասին ոչնչացնում են, մի մասին ձերբակալում են եւ տանում են տարբեր մեր հայկական ամրոցներում, բերդերում, որպես պատանդ եւ գերի պահում են։ Առաջին խոշոր հաղթանակը ամրացրեց հայկական բանակի մարտական ոգին, եւ ինչն առավել կարեւոր է, թույլ չտվեց պատերազմի թատերաբեմ հասած պարսկական զորքերին միացյալ ճակատ կազմել, ինչպես պարսկական կայազորների, այնպես էլ դավաճան նախարարների հետ։ Սա դեռ առաջին հաղթանակն էր Վարդանանց պատերազմի մասին պատումում։ Առջևում մարտերն են խոշոր քաղաքների ազատագրման համար, կանխարգելիչ պատժիչ գործողությունները եւ իհարկե ամենակարևորն ու նշանակալին՝ Տղմուտի ափին տեղի ունեցած բախտորոշ ճակատամարտը։ Մնացեք խաղաղությամբ եւ հիշեք, հաղթում է այն կողմը, որ վստահ է ոչ թե սպառազեն բռունցքին, այլ ներազեն գերազանցությանը։ Թեպետ մենք փոքր հաձու ենք եւ թվով շատ սահմանափակ, բայց մեր աշխարհում էլ գրելու եւ հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվում։